Ինչպես ճիշտ կազմել լիազորագիր։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Տեսնենք, թե ինչ է ասում օրենքն ու վերադառնանք։ Պարզաբանելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիր հոդված 321։ Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի երրորդ անձանց առջև ներկայացվելու համար։ Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին։ Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերին։ Պարզ ասած, լիազորագիրը փաստաթուղթ է, որով դու թույլ ես տալիս մեկ ուրիշին գործել քո փոխարեն։ Եթե դա պարզ գործողություն է, օրինակ որևէ անձ ներկայացնում է ձեզ պետական մարմնում, կարելի է գրել եւ ստորագրել առանց նոտարի։ Փաստաբանին տրվող լիազորագրի դեպքում եւս այն կարող է տրվել առանց նոտարական հաստատման։ Եթե գործարքը պահանջում է նոտարական ձև, օրինակ գույք վաճառելու կամ գնելու պարագայում, ապա լիազորագիրը պետք է հաստատվի նոտարի կողմից։ Որոշ դեպքերում նոտարի փոխարեն լիազորագիր կարող են հաստատել հիվանդանոցի կամ զինվորական բուժ հաստատության ղեկավարը, զորամասի հրամանատարները, ազատազրկման վայրերի պետերը, սոցիալական խնամքի հաստատության տնօրենները։ Եթե լիազորագիրը տրվում է աշխատավարձ, թոշակ, կրթաթոշակ, նպաստ կամ բանկային ավանց ստանալու համար, այն կարող են հաստատել նաև աշխատավայրը, ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ այն հիվանդանոցը, որտեղ մարդը ստացիոնար բուժվում է։ Այս հաստատումը կատարվում է անվճար։ Եթե լիազորագիրը տալիս է կազմակերպությունը, այն պետք է ստորագրված լինի ղեկավարի կամ կանոնադրությամբ լիազորված անձի կողմից։ Կարելի է լիազորագիր ուղարկել նաև հեռագրով կամ այլ կապի միջոցով, եւ այն վավեր է, եթե ուղարկվել է հենց լիազորողի կողմից։ Լիազորագրի առավելագույն գործողության ժամկետն է 3 տարի։ Եթե ժամկետ չես նշում, այն գործում է 1 տարի։ Եթե ամսաթիվը բացակայում է, լիազորագիրը ուժ չունի։ Լիազորված անձը պետք է անձամբ կատարի գործողությունները, սակայն կարող է փոխանցել մեկ այլ ուրիշի այն դեպքում, երբ լիազորագրում նշված է վերալիազորման իրավունքը։ Լիազորագիրը դադարում է, երբ ավարտվում է դրա ժամկետը, կատարվում է նախատեսված գործողությունը, լիազորողը այն չեղարկում է, կամ լիազորվածը հրաժարվում է, լիազորողը կամ լիազորվածը մահանում է, կամ դառնում է անգործունակ։ Լիազորողը ցանկացած պահի կարող է չեղյալ համարել լիազորագիրը, իսկ լիազորվածը հրաժարվել այն կատարելուց։ Այս իրավունքը չի կարող սահմանափակվել։ Ինչ պետք է անպայման գրել լիազորագրում։ Լիազորագրի բովանդակությունը շատ կարևոր է։ Այն պետք է պարունակի գործողությունների հստակ նկարագրություն, թե ինչ նպատակով է տրվում օրինակ ներկայացնել իր շահերը հարկային մարմիններում, ստորագրել փաստաթղթեր, ստանալ փաստաթղթեր, դիմում ներկայացնել, անել հայտարարություններ, ստանալ որոշակի գումար, վաճառել կամ գնել գույք, ներկայացնել դատարանում իր շահերը եւ այլն։ Հիշիր, որքան հստակ է գրված, թե ինչ գործողություններ կարող է անել լիազորվածը, այնքան քիչ է վեճի կամ չարաշահման հավանականությունը։ Գործի դիր օրենքը, դու ունես իրավունք։